Էլի եկել եմ ասեմ ես ձեզ շատ եմ սիրում ու միշտ գալու եմ ասեմ ես ձեզ շատ եմ սիրում։ Ինձանից մի քիչ վերև մեր հայերը քեֆ են անում եւ եթե հանկարծ բարձր երաժշտություն միացնեն, ես այս տեսանյութը չեմ անջատելու, որտեվ շատ կուզենամ այս տեսանյութը նկարվի հենց մեր հայերի քեֆի ներքո, որովհետեւ ես իրան շատ եմ սիրում։ Այսօր էլի ուզում եմ խոսել մանիֆեստի մասին, որովհետև ես իսկապես շատ եմ ուզում, որ դուք իսկապես գիտակցեք, թե մենք ինչ հզոր բանական էակներ ենք, թե մեր ուղեղը ինչի անթունակ եւ թե մենք ինչերի կարող ենք հասնել միայն մեր մտքի ուժով։ Եվ ինչի ենք մենք այս ամեն ինչը բերում այսքան ֆիզիկական, նյութական հարթության վրա, որովհետև մարդը հենց ֆիզիկական, նյութական հարթության վրա է, իր մտքի եւ երևակայության ստեղծածը որպես զանգված տեսնում ու շոշափում։ Դա շատ սիրուն պահ է, երբ որ դու հասկանում ես, որ քո մտքի եւ երևակայության ստեղծածը դու տեսնում ես որպես զանգված, եւ դու իսկապես քեզ սկսում ես զգալ արարիչ։ Երբ որ ես ասում եմ պարկեք, պատկերացրեք, մտեք մեդիտացիոն վիճակի մեջ եւ սկսեք պատկերացնել այն ինչ որ ուզում եք, այդ ամեն ինչը կա քվանտային դաշտում, լիքը մարդիկ հարցնում են, քո ասելով մարդիկ պիտի պարապ-սարապ նստեն ու միայն պատկերացնեն, պարզվում է սենց է աշխատում։ Եվ սա ընդհանրապես չի նշանակում պարկել ու մատը մատին չտալ, սա նշանակում է, որ երբ որ դու օգտագործում ես ներկա պահը եւ քո ամբողջ երևակայությունը եւ միտքը, ուշադրությունը կենտրոնացնում ես քո ցանկությունների վրա, քեզ համար բացվում են հնարավորություններ, հա, ուղղակի տիեզերքը սկսում է ուղիղ համագործակցել քեզ հետ եւ քեզ համար բացում է հնարավորություններ։ Քո կյանք բերում է մարդկանց, դասավորում է դեպքերը այնպես, որ դու կարողանաս քո երազանքներին ուղղակի հասնես։ Դա ընդհանրապես չի նշանակում պարկել ու մատը մատին չտալ։ Հետևում է գործողությունը բնականաբար, հա, դու պետքա վեր կենաս, ինչ որ բան անես, ինչ որ տեղ գնաս, ինչ որ մարդկանց տեսնես եւ ինքը ավտոմատ նենց հա դասավորվելու քո շուրջը, որ ուղղակի քո պատկերացրածը դառնա իրականություն։ Ընդհանրապես սա է գաղտնիքը։ Ստեղծագործ լինել չի նշանակում միայն լինել արվեստագետ, չի նշանակում միայն ստեղծել երգ, երաժշտություն, նկար, գիր գրել։ Ստեղծագործ լինել նշանակում է լինել քո կյանքի արարիչը եւ ստեղծել քո աշխարհը այնպիսին, ինչպիսին որ դու ուզում ես ունենաս։ Եվ ինչու չստեղծենք մեր նախընտրած իրականությունը, ինչու չստեղծենք մեր սիրո աշխարհը, հա, մեր պատկերացրած աշխարհը, որը հենց կարա լինի սիրո աշխարհը։ Եթե ես 8 միլիարդ մարդուն հարցնես, թե ինքը ինչ աշխարհ կուզենա ունենա, բոլորը միանշանակ կասեն, որ ուզում են ունենալ անկեղծ, ազնիվ, սիրով լեցուն աշխարհ, բոլորը, բայց ինչու չի լինում, ինչու չի ստացվում, որովհետև մարդիկ օրվա մեծ մասը գնում են անցյալ կամ գնում են անհանգստանում են ապագայի մասին, սկսում են դրանից վախենալ, իրանց մեջի այդ վատ բացասական վիբրացիաներով սկսում են արդեն ձգել անհարմար դեպքեր, իրենց չծառայող դեպքեր, դրա համար ամեն ինչ վերածվում է քաոսի։ Հիմա այսօր ուզում եմ, որ մենք իրար հետ ձգենք էլի թեթև բան, ոնց որ մենք ձգեցինք փետուրը եւ ինչքան հասկացանք լիքը մարդ ձգեց այդ փետուրը եւ բոլորը ովքեր որ արեցին փորձը, ովքեր որ ձգեցին այդ փետուրը, բոլորը միանշանակ կհամաձայնվեն այն բանում, որ իրանց գտած փետուրը այդ այն ամենուրեք թափառող փետուրը չէր։ Դա հենց այն փետուրն էր, որոնք իրանք ստեղծել էին իրանց մտքում, որովհետեւ ես հիշում եմ, երբ որ ես առաջին անգամ գտա իմ ստեղծած փետուրը, ես ուղղակի լեզուս պապանձվել էր, որովհետև նախ իմ տան մեջ չէր կարող փետուր լինել, մենք ընդհանրապես տանը ոչ մի փետուրից ոչ մի բան չունենք եւ այդ փետուրը ուղղակի չպիտի լիներ այդտեղ եւ ես իսկապես հասկացա, որ այս փետուրը իսկապես ես եմ ձգել, բերել եւ դրել եմ իմ 6 տարեկան աղջկա կուխնյայի վրա։ Դա իմ ստեղծածն էր եւ երբ մարդը իր մտքի արդյունքը տեսնում է որպես զանգված, սենց է լինում ու հասկանում է, որ ինքը դա արեց, որ ինքը սա ձգեց, ինքը սա ստեղծեց, ինքը ձգեց դեպի իրան ու ինքը սկսում է իրեն արարիչ զգալ ուղղակի, հա, եւ դու սկսում ես ուղղակի քո կյանքը դասավորել այնպես, որ
ունենաս ամեն ինչ որ քեզ պետք է հարմարավետ զգալու համար եւ դրա համար դու հասկանում ես, որ դրա համար պետք չի 12 ժամից 14 ժամ աշխատել, ընդհանրապես մեզ պետք է միտք, պոզիտիվ մտածելակերպ, մեզ պետք է երևակայություն եւ Երբ որ մենք գտնվում ենք սիրո եւ երախտագիտության հաճախականության վրա եւ սկսում ենք պատկերացնել, թե ինչ ենք ուզում, հավատացեք, դիեզերքը ամեն հնարավորություն ստեղծում է քեզ համար, որպեսզի դու դա ունենաս, առանց որևիցե մեկին վնասելու, առանց որևիցե մեկի կամքին հակառակ, եւ այսօր ես ուզում եմ իրար հետ նորից ձգենք էլի փոքր բան, որը մեր ենթագիտակցության համար դեռևս հասանելի է, որպեսզի մենք կարողանանք մեր ենթագիտակցությանը կամաց սովորացնենք ավելի ծանր բաների։ Մենք մեր ախորժակը իհարկե գնալով կբարձրացնենք, կմեծացնենք, բայց դեռևս փոքր բաներից սկսենք, որպեսզի հետագայում ավելի մեծ երևույթներ ձգենք, ավելի ծանրակշիռ երևույթներ ձգենք, ավելի հետաքրքիր ու սիրուն սարքենք մեր աշխարհը։ Հիմա եկեք միասին ձգենք, ասենք մի բաժակ սուրճ կամ շոկոլադ կամ ասենք մեր սիրած ուտելիքը։ Եթե ես ասենք բորշ եմ ուզում ուտեմ, ես շատ լուրջ գիշերը քնելուց առաջ սկսում եմ պատկերացնել այդ բորշը եւ ամբողջ զգայարանները սիմվոլվանելով պատկերացնում եմ այդ բորշը, համը, հոտը, գույնը, տարան, ինչի մեջ է, ինչ տեսք ունի, ինչ գույն ունի, ինչ ամեն այդ ամբողջ դետալներով պատկերացնում եմ բորշը եւ հաջորդ օրը ինձ անպայման զանգում է ինչ-որ մեկ ու ինձ հրավիրում է բորշ ուտելու։ Դա չի նշանակում, որ ես մատերս ծալած, որ ես մատից չեմ տալիս եւ այդպես անդադ մանիֆեստ անելով ապրում եմ։ Ինչ որ մեկի համար էլ ես եմ հաստատ այդ իր մանիֆեստացիան իրականացնում, հա։ Դրա համար եկեք միասին բոլորս ընտրենք որևիցե մի բան եւ փորձենք դա մանիֆեստ անել, հա։ Ենթադրենք դուք աշխատանքի վայրում եք, փորձեք ձեզ տրամադրել 1-ից 2 րոպե, ուղղակի ձեզ դրեք մեդիտացիոն վիճակի մեջ եւ պատկերացրեք սուրճ, ամբողջ դետալներով, համով, հոտով, տարայով, բույրով, չգիտեմ իրա տեսքը, ինչ բաժակի մեջ է եւ ուղղակի պատկերացրեք, որ դուք արդեն այդ սուրճը խմում եք, հոտ, համ, ձայն, ամբողջ դետալներով պատկերացնում եք եւ սպասում եք եւ թողնում եք։ Ու կտեսնեք, որ ինչ որ մեկը հաստատ ձեզ սուրճ կհյուրասիրի։ Կամ ենթադրենք, չգիտեմ, ձեր սիրած ուտելիքը պատկերացրեք գիշերը քնելուց առաջ, ամբողջ զգայարանները ինվոլվ արեք եւ այսպես երազեք, որ արդեն ունեք այդ ամեն ինչը եւ տեսեք, որ հաջորդ օրը կամ մի 2 օրվա ընթացքում դուք այդ ուտելիքը անպայման կունենաք եւ դրա համար ոչ մի ջանք ու եռանդ չեք դնի, ուղղակի դա կստացվի ձեր մանիֆեստացիան։ Կամ ուղղակի շոկոլադ պատկերացրեք ոնց եք ուտում, ինքը ինչ համ ունի, ինչ հոտ ունի, ինչ փաթեթավորման մեջ է, ինչ ցելոֆանի մեջ է եւ պատկերացրեք, որ դուք ուղղակի իրան ուտում եք, համը զգացեք, զգացողությունը ապրեք, ձեզ դրեք այդ վիբրացիայի վրա եւ հաջորդ օրը այդ շոկոլադը անպայման մեկը ձեզ կնվիրի։ Մնալու եմ Երևան գնալու եմ, այդ երգն են երգում։ Լավ, ես արագ ավարտեմ տեսանյութը, որպեսզի իմ բոշխնեմ հայերիս քեֆը, որտեվ շատ սիրուն երգեր են երգում ակարդիոնով։ Եկեք ես 3 փորձերից մեկը արեք, կամ եթե ուզում եք 3-ն էլ արեք, եւ կխնդրեմ մեկնաբանություններում գրեք, եթե արդյունք գրանցեք, որ մենք հասկանանք, որ ձեզ մոտ սա ստացվեց։ Մնալու եմ Ես ձեզ շատ եմ սիրում, կգամ էլի